պատրաստում ենք խինկալու խմոր, նայեք ժողովուրդ ջան, ինչ խմոր է, էլաստիկ, փայլուն, լրիվ ռեցեպտը կա, նայեք վիդեոն, կտենանք ոնց ենք պատրաստում, իդեալական խմոր է, ոչ պատրվում է, ոչ բան, նայեք, էլաստիկ խմոր, համ եք բյուրեղավան, համ տեսելու խինկալի լավմաջոր, բարև ձեզ ժողովուրդ ջան, ուրեմն պատրաստելու ենք խինկալու խմոր, ձեզ ցույց եմ տալու սկզբից մինչև վերջ ոնց ենք պատրաստելու խինկալու խմորը։ Ուրեմն 1 կիլո խմորին մենք վերցնում ենք 1 կիլո ալուր, 1 կիլո ալուր, նայեք, 1 կիլո ալուր նախապես վերցրել ենք, ուրեմն 1 կիլո ալուրին վերցնում ենք մի ճաշի գդալ աղ, մանր աղ անպայմանելի, ուրեմն կշեռքով 25 գրամ ուղիղ կանգնելու։ Մի հատ այսպես թեթև իրան խառնում ենք, նայեք, ձու, մի հատ ձու, կարակ առանց ձու անեք, կարակ առանց դեղնուց անեք, մենակ սպիտակուց անեք, էդի մեծ տարբերություն չի տալի, մենք անում ենք ձուով, նայեք, մի հատ ձու, մեկ էլ 320 գրամ սառը ջուր, վերջ, մեզի այսքան բանը լրիվ բավական է, սկսում ենք ուրեմն նայեք ոնց ենք անում, իրան ուղղակի խառնում ենք, մնացածը անելու ենք այս ստամբով, այս մի հատ այնքան թեթև խառնում ենք իրան, պրոցեսը նայեք, որ պատրաստեք, լրիվ ձեր մոտ կստացվի, եթե ուզում եք տունը անեք, գրտնակով անեք, գրտնակի դեպքում ավելացնում եք ուղղակի 50 գրամ ավել ջուր, այսինքն ստե մենք ավելացրել ենք 320 գրամ, դուք կարաք տունը ավելացնեք 370 գրամ, մինչև 400 գրամ կարաք արխային դավապ անեք։ Մոտավոր մի 2 րոպե, այսպես իրան մշակում եք, այսպես նայեք, այսի ստանոկի դեպքում եք անում ցենց։ Մենք այս խմորը սելակոն ուղղակի ծածկում ենք, այսպես վերևը։ Թողում ենք մի 10 րոպե հանգստանա։ 10 րոպեից հետո անցնում ենք մշակել։ Всё, նայեք ժողովուրդ ջան, ուրեմն պատրաստ է, անցել է 10 րոպե, մեր խմորի տեսքը նայեք ոնց է։ Ուրեմն մի փոքր հատված սենց վերցնում ենք։ Սկսում ենք մշակել։ Տեսեք ինչ հոյակապ բան է ստացվել։ Լավ մշակել։ Նորից վերցնում ենք մեր փոքր զանգված, այսքան։ Մի թեթև կպնում է հետո։ Հետո մնացածը ցույց կտամ ոնց է։ Նայեք ուրեմն ոնց ստացվել, ժողովուրդ ջան, ուղղակի մենք իրար կապցրեցինք ու հիմա սկսում ենք ամբողջը մշակել։ Մոտավոր մշակել ենք 10-ից 15 րոպե, որ ինքը դառնա լրիվ էլաստիկ խմոր։ Որպեսզի չճաքի, որպեսզի չտրակի, դառնա իդեալական խմոր։ Այսպես լավ մշակում ենք, լավ բարակացնում ենք, որ լավ կպնի իրար խմորը։ Всё, հետևեք մինչև վերջ, կտենաք ինչ է ստացվելու վերջ։ Всё, նայեք, ժողովուրդ ջան, նայեք, ինչ խմոր է։ Նայեք ինչ էլաստիկ, փայլուն խմոր է։ Այսպես ստացեք, մոտավոր 15 րոպե մշակել ենք, իդեալական խմոր է։